Ողջույն, բարի արև իմ սիրելի հետևորդներ, ինչպես որ խոստացել էի, ես հիմա կանդրադառնամ այս վիդեոյում կանդրադառնամ Ուրանին, հեռավոր մոլորակ, որը յուրաքանչյուր նշանում մնում է 7 տարի, 12 նշանում արդեն 84 եւ ինքը իրեն բացահայտել են 1871 թվականին սառը մոլորակն է մոլորակի համարվում եւ ինքը ընդհանրապես շատ սառը, շատ անտարբեր, ես գիտեք յուրաքանչյուրը իր էներգիան ունի, իր մոտեցումը, իր բնավորությունը, ես այդպես եմ, գիտեք, պատկերավոր եմ խոսում եւ Ուրանի դեպքում իր հետ ինչ-որ լեզու գտնել չես կարող, շատ կոնկրետ, շատ վարքյանական, անմիջական սա այսպես պիտի լինի եւ վերջ, հնարավոր չէ իր հետ գնալ համաձայնությունների, գիտեք, եթե Սատուրնի հետ գիտեմ ոնց աշխատել, ինչ-որ տարբերակ կա, Նեպտունի հետ տարբերակ կա, Պլուտոնի հետ տարբերակ աշխատելու, հա, մյուս մոլորակների հետ, ապա Ուրանի դեպքում ոչ մի տարբերակ չկա, շատ կոնկրետ պիտի արվի։ Այ ինքը այսպեսին է, ինքը եւ պետք է շատ ուշադիր եւ շատ ճկուն լինես։ Ահա, ճկունության մասին տեսեք, ինքը հիմա վերջին անգամ է մոտ գործում երկօրյակի նշան 777 հուլիսի 7-ին 25 թվական եւ այնտեղ կմնա մինչեւ նոյեմբերը, դեկտեմբեր, նոյեմբեր ճիշտ ասեցի, նոյեմբերի 8-ը, մինչեւ նոյեմբերը կմնա ուրեմն երկօրյակի նշանում եւ հետո վերադառնալու է նորից ցուլ եւ 2026 թվականին արդեն վերջ նականապես 7 տարով ինքը տեղավորվելու երկօրյակի նշանում, գիտեք, երբ Ուրանը ուրեմն կգտնվի երկօրյակի նշանում, դա բնականաբար լավ է օդի նշանների համար, այսինքն ջրհոսի եւ կշեռքի համար եւ ոչ այդքան լավ ձկների, կույսերի, ինչպես նաեւ աղեղնավորների համար, այսինքն այստեղ եթե ինքը ընդհանրապես յուրաքանչյուր նշանը որ գալիս է, այդտեղ ըստ այդ տրամադրության, ըստ այդ նշանի որտեղ ինքը որ գտնվում է, բերում է փոփոխություններ եւ այստեղ ինքը գտնվելով երկօրյակի նշանում ինքը ֆիքսենք, որ երկօրյակի մոլորակը Մերկուրին է եւ բնականաբար այստեղ մտքի հարաբերությունների փոփոխություններ են, մտածողության նոր գաղափարներ կարող են ծնվել, նոր տեխնոլոգիաներ կարող են, որովհետեւ երկօրյակը նաեւ տեխնոլոգիաներն են, ավտոմեքենաներն են, ավտոմեքենայի նոր տեսակներ կամ ինչ որ ավելի կատարելագործված եւ այլ, այսինքն ավտոմեքենայի թեման նոր այդպես բավականին ասենք թեկուս վաճառքի առումով ավտոմեքենաների վաճառք ավելի մատչելի կամ փոփոխված եւ այլն, այսպեսի շատ հետաքրքիր իրադարձություններ կլինեն, տեխնիկայի փոփոխություն կլինի, ուրեմն հեռավոր մոլորակների տվյալ դեպքում Ուրանի մասին ենք խոսում, բերում է դա իր դասավորությունը նշանների փոփոխությունը, այսինքն դասավորությունը, որ տան է գտնում, որ մոլորակների հետ է հարաբերության մեջ մտնում եւ իհարկե նշանների փոփոխությունը նախաձեռնում է գլոբալ գործողությունների մեկնարկը, որոշում պատմական իրադարձությունների եւ վերջո յուրաքանչյուրիս կյանքում են լինում փոփոխություն, հա, այդ տրանսֆորմացիան փոխակերպումներ են անպայման կատարվում եւ ինչպես որ ասացի, միտքը տեսեք իհարկե ցանկալի է, որ տեխնոլոգիաներ կզարգանան անպայման, ուսման վրա դա կարող է, կրթության վրա դա կարող է անդրադառնալ, նոր տեխնոլոգիաներ բերեն, բայց այդ ամեն ինչ ավելի մարդկանց առանձնացնելի, ավելի մեկուսացնելի է եւ ասեմ նաեւ մտնելով երկօրյակի նշան, այստեղ ավելի շատ բաժանություններ են լինում, կորուստներ են լինում եւ գիտեք, հատկապես երկօրյակների համար, ձկների, կույսերի եւ աղեղնավորների համար դժվարություններ կա, իրենք պետք է գնան փոփոխությունների, եթե չգնացին փոփոխությունների, շատ ավելի դժվար է լինելու, ասենք նրանք ովքեր չնայած հեշտ կլինի, տեսեք, օրինակ ձկների աղեղնավորների կույսերի համար հեշտ կլինի, որտեղ իրենք փոփոխվող նշաններ են, իրենք կարող են հեշտությամբ անցում անել մի վիճակից մեկ այլ վիճակի, պարզապես իրենք դրա մասին պիտի իմանան, այսինքն չկարչեն այն ինչ որ ունեն այն վիճակը, ասեն, գիտեք, ահա, չէ, իմ աշխատանքը լավ է, այստեղ շատ լավ է, ես մնում եմ այստեղ, ուրիշ փոփոխություն չեմ ուզում իմ կյանքում մտցնել, այդ մարդիկ կպարտվեն, որովհետև կգա 7 տարվա մեջ կգա այնպիսի մի ժամանակահատված, այսինքն ըստ իր քարտեզի երկու տակվի բացասական էներգիան եւ ասեմ, որ շատ կարեւոր է, որպեսզի դուք իմանաք
թե որ ասենք ինչ աստիճան մենք գտնում առաջին 2-3-4 ընդհանուր աստիճաններում եթե դուք ունեք նշաններ, մոլորակներ կամ արևն է գտնվում այդտեղ, բնականաբար ուրեմն ասենք նոյեմբերյան աղեղնավորները կամ ձկները, փետրվարյան ձկները 19-ից սկսվում է 19-20 այդպես սկսվում են ձկները կամ կույսերը, այսինքն հենց սկսվում է կույսը, այդտեղ ուրեմն արևն է գտնվում, դուք արդեն կզգաք միանշանակ հուլիսին կան մարդիկ, որ հիմա են զգում փոփոխությունը հատկապես ֆիզիկականի հետ կապված, դուք այդ փոփոխությունը անպայման կզգաք, ինքը ձեզ նախապատրաստում է, դուք պիտի հասկանաք այդ փոփոխությունը ինչին է տանում, միգուցե ոմանց մոտ կարող է դա առողջական վիճակին վերաբերել եւ ինքը ձեզ հուշում է, որ դուք պիտի գնաք անպայման, եթե պետք է վիրահատություն, եթե պետք է մեկ այլ միջամտություն, դա անպայման արվի կամ ընդհանրապես զբաղվեք սպորտով, փոխեք ձեր սննդակարգը եւ այլն, այդ ամեն ինչը ինքը ձեզ հուշում է։ Դուք ուղղակի պետք է հասկանաք այդ մասին։ Ահա, եւ իհարկե գիտեք, քանի որ մտնում է երկորյակի նշան, որի մոլորակը Մերկուրին է, ուրեմն այստեղ միտքը պետք է շատ արագ դուք գիտեք, ինչպես ասում են, ձեռքը պահեք ժամանակի զարկերակի վրա ու հասկանաք, երբ պիտի փոխեք, ոնց պիտի անեք, ինչ պիտի անեք, որպեսզի կարողանաք այդ մանևրեք ճիշտ եւ կարողանաք դուրս գալ իրավիճակից։ Գիտեք, Ուրանը ասացի ձկների, կույսերի եւ աղեղնավորների համար է դժվար, որովհետեւ դժվար է այն առումով, գիտեք, հարաբերական է, բոլոր դեպքերում ինքը բացասական էներգիան է կուտակում, չէ՞, ձկները եթե ունեք մի շարք մոլորակներ, արևը բնականաբար այնտեղ է գտնում աղեղնավոր կույսերի դեպքում աղեղը եւ որոշ մոլորակներ։ Չնայած կարող են լինել մարդիկ, որ միայն ասենք արևն է գտնվում իրենց նշանում, մնացածը ասենք շատ դեպքերում այդպես ունեցել, կողքի նշանում է դասավորված կամ ցրված են։ Բոլոր դեպքերում այստեղ դա այդքան էլ կապ չունի, ինքը այդ նշանի հետ բացական էներգիան է կուտակում եւ ստիպում է, որ դու գնաս փոփոխությունների, այնպես որ ես որպես ձկան վարդ ներկայացուցիչ, ես գիտեմ, որ ես պիտի գնամ փոփոխությունների անպայման դա պիտի անեմ, այնպես որ առանց վախենալու գնացեք փոփոխությունների, հասկացեք որտեղ ինչ եւ որ ժամանակահատվածն է եւ այլն եւ այլն։ Յուրաքանչյուրը, ասենք, որ մոլորակը որ աստիճանում է գտնվում, այդ ժամանակահատվածում, որտեղ 7 տարվա ընթացքում դա կարող է լինել, նայած որ տարին է բաժին ընկնում, հենց այդ ժամանակից ցանկալի է իմանալ այդ նշանների համար, կամ ասենք ովքեր ուզում են փոխել իրենց մոտ փոփոխություն մտցնել իրենց կյանք, տեսեք հիմա դժվար է լինելու կարիճների, ցուլերի, առյուծների եւ ջրհոսների համար, որովհետեւ իրենք լինելով ֆիքսված նշան, միտքը այդպես իրենք ֆիքսվում են մի գաղափարի վրա, մտքի եւ այլն իրենց դժվար է փոխել, դժվար է բացատրել, որ գիտես սա լավ չի, այլ լավ է, նայ է, այնտեղ պիտի գնաս, իրենք ասում են չէ, սա լավ է, ես այս մարդը ամենալավն է, ես ծառայելու եմ այս մարդուն, եւ դու իրենց ոչ մի կերպ չես կարող հակառակ ապացուցել, նույնիսկ եթե շատ դեպքերում փաստերը դնես, էլի չես կարողանում ապացուցել, իհարկե այստեղ գալիս են մյուս մոլորակներն ինչ դասավորություն ունեն, եթե ասենք դուք կարիճ եք, բայց ձեր ասցենդենտի նշանը ասենք թեկուզ հիմնականն է կամ փոփոխվող նշան է, այս դեպքում այդ երկուսը միասին կարող է բալանսի բերվել փոփոխություն, բայց եթե դուք եւ ձեր արևի նշանն է ֆիքսված նշան եւ ձեր ասցենդենտի նշանն է ֆիքսված, այդ մարդու հետ արդեն այլևս հնարավոր չէ այդ մարդու մոտ ինչ-որ բան փոխել, եթե դուք այդ մարդկանց փոքր տարիքում չփոխեցիք, հետո չեք կարողանալու ինչ-որ բան այդ մարդկանց մոտ փոխել։ Այնպես որ շատ դժվար է եւ փաստորեն եթե բոլորին է սա վերաբերում, եթե ձեր ասցենդենտի նշանը կարիճն է, առյուծը, ջրհոսը եւ ցուլը, եթե այդ նշաններն են, ուրեմն դուք ուշադիր եղեք, դες համար դժվար է ինչ-որ փոփոխություն չեք ուզում, այդպես կարճել եք ինչ-որ մի բանից, չեք ուզում ոչ մի փոփոխություն, բայց ստիպված պիտի անեք, այլապես դες համար ձեր հարաբերությունները պարզեք, ձեր ուրեմն շատ նախասիրություն է, շատ բաներ ձեզ մոտ փոխեք, եթե ոչ, ուրեմն դուք հնարավոր է, որ շատ բան կորցնեք։ Այսպես ասեմ, եւ ունեմ ես նաեւ հետևորդներ, ասենք կոնկրետ որ ես աշխատում եմ, դա առյուծ, կարիճ եւ ջրհոս, հա,
այդ նշաններ բոլորը կան, որ հիմա աշխատում եւ այդ մարդիկ ուզում են իրենց կյանքում հիմնովին ինչ որ մի բան փոխել, շատ կարեւոր բան իրենց կյանքում փոխել, ուզում են անցյալը թողեն իրենց անցյալում այդ մարդիկ, տեսեք, լինելով ֆիքսված նշան, իրենք եկել են այդ գաղափարին, իհարկե դիմել են ինձ, ես բացատրել եմ իրենց եւ իրենք եկել հասել են դրան, որ այո, այդ փոփոխությունը պետք է արվի, որովհետեւ եթե այդ նշանները իրենց կյանքում չմտցնեն, փոփոխություն կունենան որոշակի կորուստներ, մեկը ինչ որ անշարժ գույք կարող է կորցնել, մեկը մասնագիտություն, աշխատանքը կարող է կորցնել եւ հետո արդեն ինքը չունի ոչ մի այլ տարբերակ եւ ինքը հայտնվում է այդպես դատարկ տաշտակի առաջ դրա համար ուրեմն դուք փոխեք իհարկե յուրաքանչյուր ձեր անձնական քարտեզ ունեք ձեր անձնական կյանքը եւ արդեն դուք ինքներդ կարող եք հասկանալ թե ինչ խնդրի առաջ եք կանգնել եւ ինչը ձեզ մոտ պիտի փոխեք այսա ուրեմն շատ կարեւոր է եւ ընդհանրապես Ուրանը երկորյակներին բերում է շատ երկորյակներ գիտեք ինքը ավելի շատ տանում է բաժանության հեռացման ինչ որ հարաբերություններ ես այսպեսի խորհուրդ կտամ ասենց հետո երկորյակներ եւ արևի նշանով երկորյակներ այդ ընթացքում երբ Ուրանը կմտնի հետո դուրս կգա եթե ամուսնության հարց կա կամ այդպես հարաբերություններ բացելու հարց որպեսզի միասին լինեք ճիշտ կլինի այն ժամանակ երբ Ուրանը երկորյակի նշանում չի որովհետեւ այդ պետք է արագացնեք հա երբ ինքը նույնիսկ կմտնի ծուլի նշան որովհետեւ երբ մտավ երկորյակի նշան առաջիկա 7 տարում ձեզ դժվար կլինի դուք պիտի գնաք փոփոխությունների եւ որպես պարտնյոր նայած դա բաժին կընկնի ձեր կողքը չեք կարողանելու ունենալ հաստատուն ինչ-որ մեկին, որովհետև ինքը անընդհատ հեռացնելու է, թողնելու է ձեզ մենակ ավելի շատ այդպես սա նկատի ունեցեք եւ իհարկե տարբեր արդեն ըստ ասցենդենտի նշանի մեկին անպայման կհանի այսպես ասած կտանի այլ երկիր մեկին կբաժանվեն առանձին կապրեն մեկին մեկ այլ տեղ կտանի կամ ասենք նոր ամուսնացած զույգերը կբաժանվեն իրենց ուրեմն դուրս կգան որպես նորից առանձին ապրելու եւ այլն ոմանք իրենց բիզնեսը կամ ոմանք աշխատանքը կկորցնեն կամ դրա համար պետք է շատ խելացի լինել որպեսզի չկորցնել անել համապատասխան քայլեր նախորդ իմանալ բայց այս դեպքում պետք է մացվի ճշգրիտ ծննդյան ժամը դա շատ կարևոր է ես դրան շատ մեծ տեղ եմ տալիս եւ պարտադիր ես ասեմ որ շատ ավելի կարևոր է որ դուք ձեր ժամը իմանաք եւ հետո ոնց որ դուք իմանում եք ձեր արյան կարգը հա այսպես ասեմ որ ինչ որ դժբախտ պատահար արդեն ձեր արյան կարգը գիտեն եւ ավելի հեշտ է լինում ձեզ օգնել նույնն է եւ դա եւ գիտեք դուք ձեր ծննդյան ժամը ցանկացած պահին կարելի է հասկանալ ինչ է կատարվում եւ այդպես շտապ օգնել այսպեսի ուրեմն այսքան կարևոր է ժամի իմացությունը եւ հիմա ես ուզում եմ ներկայացնել եւ եթե սկսենք հենց երկորյակի նշանից եւ տեսնենք թե նշանների համար գիտեք ես շատ այդպես երկար չեմ պատմի ինչ որ ժամը լրացնելու համար, հա, ժամ լցնելու համար, որտեղ առանց այն էլ մեզ չի բավականացնում ժամը, ժամանակը ես կասեմ բանալիները, կոնկրետ ինչ պիտի արվի, մնացածը միգուցե կենթանակերպի նշանները ներկայացնելիս դուք արդեն իմանաք։ Իդեպ ասեմ մի շատ կարևոր բան, որ ես իմ կնայեք հաղորդումը, ես ասում եի, որ ես զգում եմ, որ կարիճների մոտ այդպես անհակ ինչ-որ էներգիա կա առաջինը լինելու համար եւ ես չսխալվեցի ոնց որ միշտ այս զգացողությունը երբեք սխալ չի լինի միտքը կարող է սխալ լինել բայց զգացողությունը չի կարող սխալվել եւ կարիճները այս անգամ առաջին տեղում են իրան գերազանցեցին այծեղջուրին եւ այծեղջուրը տեղափոխվեց երկրորդ տեղ կշեպները որ բավականին հետ էին գնացել առաջին 6-ին փակել իրանք եկան եւ տեղավորվեցին երրորդ տեղում եւ ինչն է հետաքրքիր որ խոյեր մի քիչ խոյերին այսպես քաղցր խոսում ես կամ ինչպես ասում են ջանջիգար ես անում եւ խոյերը այդպես ոգևորվում են խոյերը երեխաներն են 1-ից 7 տարեկան իրենք երեխաներ են եւ այդպես շոկոլայով բոմբոն է շոկոլա վալա կարող ես երեխային խաբել չէ ոնց որ մեզ խաբեցին խոնարհվում եմ
պարտանում եմ, սիրում եմ ձեզ եւ այլն, այսպես խափեցին խոյ, մենք խոյ ենք եւ այդպես հավատում ենք, ինչ որ մի բան որ ասում ենք, հավատում ենք, ողջևորվում ենք երեխայի նման եւ տեսեք խոյերին մի քիչ ավելի շատ ուշադրություն, մի քիչ ավելի քաղցր եւ խոյերը ողջևորվեցին ու բավականին մի քանի նշան իրանք շարժվեցին առաջ, այսինքն իրենց միայն ոչինչ չփրկեց, այսքան ժամանակ իրենք միշտ վերջում էին եւ մի փոքր քաղցր խոսք, մի փոքր ավելի շատ ուշադրություն, ինչպես որ երեխան պահանջում որ միշտ իր հանդեպ լինեն ուշադիր եւ խոյերը այդպես շատ արագ բավականին մեծ դիտումներ եւ քայլեցին առաջ։ Այս անպայման սա ուզում էի կիսվեի ձեզ հետ, ձեզ ասեի եւ հիմա արդեն անցնեմ ուրեմն Ուրանը երկօրյակի համար, ուրեմն ասցենդենտի նշան, գիտեք ասցենդենտի նշանը այլ բան է տալիս, այլ բան է ներկայացնում, արևի նշան այլ բան, դա համար եմ ասում երկուս անպայման լսեք, ինչև է երկօրյակների մոտ կլինեն փոփոխություն, բոլոր ամեն տեսակի փոփոխություն, ով ինչ ստադիայում որ գտնվում է, արտաքին փոփոխություններ կարող են լինել, անձնական փոփոխություններ կարող են լինել, ընդհանրապես ոճի փոփոխություն կարող է լինել, ֆինանսական փոփոխություններ կարող են լինել, նոր հանդիպումներ, նոր միջավայր, նոր մարդիկ նոր բացահայտումներ, ինչ որ մտքեր կարող են ծագել, հա, այստեղ տեսեք, եթե արևը մասնավորապես արևը գտնվում է երկօրյակի նշանում, ուրանը որ մոտենա, այստեղ մեծ գաղափարներ կարող են ծագել, ինչ որ դյութ կարող եք անել այն գիտնականները ովքեր կամ հետազոտության զբաղվող մարդիկ ովքեր երկօրյակ են արևը գտնում է երկօրյակի նշանում, ուշադիր եղեք, երբ ուրանը մոտենա, անպայման ձեզ ինչ որ մի նոր գաղափար ձեր գլխում կծագի եւ դուք ստեղծեք լավ բան, ոչ թե այն տեխնոլոգիաները, որ մարդկանց վնաս են հասցնում, այլ այն ինչ որ մարդկանց կբերի բարօրություն, չնայած այդպիսի բան չկա, մեծ հաշվով բոլորը վնաս են բերում, բոլորը այսպես լծված են զենքեր արտադրելուն, գիտնականները փոխանակ ասենք մարդկանց կյանքը լավացնելու, մենք ստեղծում ենք զենք, որպեսզի ոչնչացնենք մարդկանց, այդ չասեմ, որ այդ ծրագիրը կա մարդկանց քանակը քչացնելու, դա առանձին խոսակցություն է։ Ինչևէ, երկօրյակներ պատրաստվեք փոփոխության 7 տարի ձեր կյանքում լինելու փոփոխություն, արդեն շատ երկօրյակների մոտ ես կարծում եմ այդ փոփոխությունները կան, որովհետև իրենք նախապատրաստվել են, ասենք եթե գնում են այլ երկիր կամ մասնագիտությունն են փոխում կամ եւ այլն իրանց մոտ արդեն այդ փոփոխությունը տրանսֆորմացիան մտքի այդ ամեն չկատարվել է հիմա իրանք արդեն շատ կոնկրետ անցնում են գործողությունների երկօրյակներ կարող են մի քանի հատ աշխատանք ունենալ նայած ոնց կլինի բոլոր դեպքերում ուշադիր եղեք այսպիսի մեծ փոփոխություններ կլինեն երկօրյակների կյանքում ուզեք թե չուզեք սիրելի երկօրյակներ դուք բոլոր դեպքերում ճկուն հա ավելի փոփոխվող նշան եք եւ դուք ուրանին այդպես հեշտությամբ իրեն կընդունեք եւ կճանապարհեք 7 տարի հետո քան ասենք ցուլը տառապեց 7 տարի ցուլերը ջրհոսները առյուծները, կարիճները տառապեցին, ինչ-ինչ խնդիրներ առաջացան իրենց մոտ եւ հիմա արդեն ուրանի համար եւս լավ է, որ ինքը մտնում է երկօրյակի նշան, որտեղ ինքը ջրի նշան, օդի նշանի համար մոլորակն է, հա, ջրհոսի առավել եւս մտնում է օդի նշան եւ դա բնականաբար շատ ավելի լավ է։ Եվ նաեւ այստեղ Ռուսաստանի համար եւս լավ կլինի բնականաբար Ահա, եւ անցնեմ առաջ, ուրեմն այս փոփոխություններն են, որ դուք անակնկալի չկաք, բոլոր դեպքերում կկարողանաք հաղթահարել, ձեզ համար դա առանձնապես խնդիր չի, սիրելի երկօրյակներ։ Իսկ խեցգետինների համար ես կարող եմ ասել, որ իրենք նոր են նախապատրաստում, իրենք ժամանակ պետք է անցնեն, իրենք պիտի սովորեն, աշխատեն ինչ-որ մի խեցգետիներ, ինչ-որ մի բանի միջով, հա, գիտելիք ձեռք բերել, ցանկալի է, որ գիտելիք ձեռք բերեք, որովհետև ինքը ձեզ կբերի աճ, եթե գիտելիք ձեռք չբերեք, ոչ մի լավ բանի չի տանի, այսինքն ինքը ձեզ ասում է, որ դուք նախապատրաստվեք, իսկ դա լինում է, իհարկե, ինչպես ասած, սովորելի միջոցով կամ արհեստ է սովորում կամ ինչ-որ գիտելիք է դա կապ չունի։ Մասնագիտություն ես դու ձեռք բերում մեկը վարսավիրի, մեկը, չգիտեմ, օտարլեզուներ է սովորում, որպեսզի կարողանա ընդունի մի խոսքով շատ տարբեր մասնագիտություններ, ընդհանուր թեկուզ բարձրագույն ուսումնական հաստատություն սովորելու եւ ինքը գիտի, որ պիտի պարապի, դեռևս աշխատի կամ այլ լիքը մասնագիտություններ կան, որ խեցգետինները կփորձեն
ուրեմն այդպես աշխատանքի միջոցով իրենք պլանավորեն թե ինչ նպատակներն են պիտի դա ուրեմն իրագործեն, բայց այս ճանապարհը անցնելուց հետո դա կարող են անել այնպես, որ եթե երկօրյակները արդեն իրենք այդ process-ի մեջ են արդեն փոփոխություններ իրենց կյանքում գնում են, ապա խեցգետինները իրենք պետք է անցնեն նախապատրաստական շրջան, ուրեմն ահա այսպիսի փոփոխություններ խեցգետինների համար առյուծների դեպքում իհարկե այստեղ լավ է իրենք կարողանան հաղթահարել այստեղ պարզապես Մերկուրի թեման է եւ Մերկուրին հենց առյուծների նշանում է լինելու հետ ընթաց, այսինքն դուք Մերկուրի մուտքը անմիջապես կզգաք այդ փոփոխությունները պիտի զգաք եւ կարողանաք ուրեմն ճիշտ քայլեր անել, ճիշտ խորհուրդ ստանալ, ճիշտ մասնագետների հետ շփվել եւ կարողանալ ուրեմն փոփոխություններին գնալ ընդառաջ, մաքրվել են բոլոր հին ոչ պետքական ոչ պետքական մարդկանցից, ոչ կարևոր այն մարդիկ, ովքեր խնդիրներ են ձեզ առաջացնում, ձեզ մոտ սիրելի առույցներ, խնդիրներ եւ հին շորերից եւս դա ոչ միայն հիմա եւս կարող եք ուրեմն այն ինչ որ ձեզ խանգարում է, ինչ որ հիշողություններ կարող է առաջացնել, այդ իրերից եւս կարող եք ազատվել։ Ուրեմն հետընթաց այս ընթացքում, երբ Ուրանը կմտնի երկօրյակի նշան, բոլոր դեպքերում այստեղ դրական էներգիան է կուտակվում ձեզ համար, այնպես որ երեխայի թեման կլինի եւ այդպես միջավայրի փոփոխություն կլինի եւ դուք կփորձեք ուրեմն դժվարությամբ, բայց ձեր կյանք փոփոխություն մտցնել։ Կույսերի դեպքում դա կվերաբերի իրենց ապագային, իրենց կարիերային, հա, դա ուրեմն կարևորվում եւ իրենք փոփոխություններ կլինեն շատերը, աշխատանքը կփոխեն, եթե աշխատանքը չեն ուզում, որ պետք է լինեն շատ ճկուն, որպեսզի հասկանան ինչ նոր բան ավելացնեն իրենց եղած մասնագիտությանը, ինչը պակասացնեն, եթե ուզում են մնալ նույն բնակավարում, այդտեղ իրենք պիտի փոփոխություն մտցնեն, այսպես եւ շատ հնարավոր է, որ ուրեմն եթե դուք ինքներդ եք ղեկավար, հնարավոր է, որ այդտեղ պիտի փոփոխություններ մտցնեք ձեր բիզնեսում, իսկ եթե ինչ-որ մեկի ձեռքի տակ եք աշխատում, այսպես ասած, հնարավոր է, որ մի քանի տեղ փոխվի, դուրս գաք գնաք մի ուրիշ տեղ եւ այլն, սա այս հանգամանքին դուք ուշադրություն դարձրեք սիրելի կույսեր եւ ընդհանրապես ուսումնասիրեք, հասկացեք ինչ է լինելու, ինչպես է լինելու, այնուհետև կշեռքների դեպքում բնականաբար ձեզ համար բավականին լավ է, սիրելի կշեռքներ, եթե ֆինանսական որոշակի դժվարություններ առաջացրեց, ասենք գումարներ ծախսվեց եւ այլն անսպասելի, թեկուզ լավ իրադարձության, բայց այդպես գումարներ ծախսվեցին, հիմա եթե տատանվում է ձեր ֆինանսական վիճակը, հիմա արդեն շատ ավելի լավ կարգավիճակում կլինի, այստեղ արդեն ձեզ մոտ ակտիվանում է արտերկրի թեման, ոմանց մոտ դասավանդելու թեման կլինի, ոմանց մոտ բարձրագույն կրթություն ստանալու թեման, չնայած ինքը որոշակի դժվարություններ չեք կարողանա ավարտել, կիսատ կմնա եւ այլն, այսքան են մարդիկ, ովքեր հիմա ավարտում են, ուզում են բարձրագույն կրթություն ստանալ, մի քիչ դժվար կլինի, ձեզ ասեմ, եւ այստեղ ավելի հաճախ դուք արտերկիր կգնաք բիզնես, ավելի ճիշտ կլինի արտերկրի հետ, որպեսզի այդ ելումուտը ավելի հաճախ կլինի արտերկիր, հայրենիք, այդպես եւ այնտեղ դուք կարող եք ինչ-որ, թեկուզ ասենք արտերկրում արդեն կարող եք սովորել եւ իհարկե միանշանակ, ոմանք միգուցե գնան կամ վերադառնան միշտ ապրեն, ոմանք հնարավոր է այդպես իրենց բիզնեսով պայմանավորված, պարզապես ավելի հաճախ լինեն արտերկրում։ Սա էլ կշեռքների համար բոլոր դեպքերում ինքը ձեզ կբերի լավ փոփոխություններ, սիրելի կշեռքներ։ Հաջորդը ուզում եմ անդրադառնալ կարիճներին, կարիճների մոտ, սիրելի կարիճներ, դուք, ինչպես որ ասեցի, հնարավոր է, որ ինչ-որ կորուստներ ունենաք, շատ ճիշտ պետք է վարվեք, ինչ որ անշարժ գույք ունեք, ժառանգություն ունեք եւ այլն, ասենք տուն եք ժառանգել, ավտոտոնակ եք ժառանգել կամ ուրիշ մեկ այլ բան, ինչ-որ հողատարածք եւ այլն, պետք է ուշադիր լինեք, որ դա չկորցնեք, ճիշտ պետք է վարվեք, ասենք եթե դուք այդպեսի հարց ունեք, այդ դեպքում ուրեմն
շատ կոնկրետ պետք է մոտենանք դրան եւ նաեւ ասեմ կարիճների մոտ ինչ նպատակների համար այստեղ նաև գումարներ կծախսվեն, ֆինանսական վիճակը միգուցե աշխատանքով պայմանավորված, տարբեր կարող է լինել, լսում եք եւ ասցենդենտի նշան եւ արևի նշան, այստեղ ձեզ մոտ գումարային ֆինանսական վիճակը կարող է լինել անկանոն, պետք է ուշադիր լինեք, ասենք նրանք ովքեր ասենք կոնկրետ հետաքրքրում է, դա իրեն կարող են իմանալ թե որ տարում, որ ժամանակահատվածում է լինելու դա եւ ճիշտ վարվեն իրենց ֆինանսների հետ, այսինքն այս ժամանակահատվածում երբ իրենք մեծ ֆինանսներ ունենում, այդ ֆինանսները իրենք շատ չծախսեն, ինչ որ ավելորդ ծախսեր չանեն, գնումներ չանեն, որովհետեւ ուրիշ մի խնդրի առաջ են կանգնելու, ասենք առողջության հարց է կամ մեկ այլ հարց, որ կամ ինչ որ մի կորուստ կարող է լինել, դա քեզանից չի կախված ու այստեղ բնականաբար գումար ես դու կորցնում, գումար ես ծախսում կամ թեկուզ հենց քո առողջության հետ կապված հա, սա էլ կարող է լինել, այնպես որ սիրելի կարիճներ, ասցենդենտով ուշադրություն եք դարձնում փողի հետ վերաբերվում ենք շատ, չնայած կարիճներն ավելորդ ասել, իրենք միշտ խնայում են գումար, իրենք գիտեն գումարի հետ ոնց վերաբերվել, այ հիմա ձեր ժամանակահատվածն է, որ դուք ուրեմն ճիշտ վերաբերվեք, ուրեմն գումարի սա ավելի շատ բնորոշ է արևի նշանով կարիճներին ոչ այդքան ասցենդենտի նշանով կարիճներն, հա, տարբեր բնորոշումներ կա, որ ավելի մոտ է արևի նշանին, բնորոշում կա, որ ավելի մոտ է ասցենդենտի նշանին։ Սա կարիճների համար, որ դուք պիտի ձեր ֆինանսների հետ լինեք շատ խելացի վարվեք, աղեղնավորների դեպքում, այսինքն տեսեք կարիճներ, այսօր ասեցի ֆիքսված նշան եք, դուք պիտի կարողանաք ազատվել ինչ գաղափարներից կապրիզներից կամ այսպես ասենք, հա, որի գիտեք ինձ սա դուր չի գալիս, ես այսպես չեմ ուզում, ցուլեր, կարիճներ, ջրհոսներ, առուծներ, հա, ֆիքսում եք, ու այդտեղ առուծը մի քիչ ավելի առատաձեռն է, մի քիչ այդպես, մի քիչ ավելի ուրիշ, ավելի փափուկ է, քան ասենք կարիճը, ցուլը, ջրհոսը, ավելի առուծը փափուկ է, այստեղ ինքը կարա մի քիչ ավելի ճկուն լինի դուրս գա, նո իհարկե նաև ինչևէ աղեղնավորի դեպքում այստեղ պարտների հետ կապված, գիտեք, այստեղ հնարավոր է ընտանիքի անդամը, ասենք երեխային ամուսնացնում են գնում են, երեխան գնում է արտերկիր կամ ամուսնանում է աղջիկը գնում է այլ ընտանիք ապրելու կամ ծնողներից են առանձնանում գնում, այստեղ բաժանություն աղեղնավորների մոտ եւս կարող է լինել, նույնիսկ 7 տարվա ընթացքում նայած որ ժամանակահատվածում ինքը ուրեմն դա կկատարվի, այնպես որ գիտեք, այստեղ շատերի մոտ էլ նրանք ովքեր ուզում են ամուսնանալ, դժվար կլինի ամուսնության հարցը, ասցենդենտով աղեղնավորներ եւ աղեղնավորներ, որ հիմնականում ասցենդենտով, որովհետեւ շատ մարդիկ կլինեն առաջարկություններ կլինեն, բայց դա կարող է չստացվել։ Ամուսնության հարցում մի քիչ դժվար է, չեմ կարող խոստանալ, որ ասցենդենտով աղեղնավորների հարցում իրենք այդպես կարող են ամուսնության հարցը կարգավորել, այ առաջիկա 7 տարում դժվար է լինել ձեր ամուսնության հարցը, այնպես որ եթե ամուսնանում եք, հիմա պիտի արագ ամուսնանաք։ Ահա, սա աղեղնավորների հետ կապված եւ այծեղջյուրներ։ Այծեղջյուրների դեպքում այստեղ ես խորհուրդ կտայի, որպեսզի առաջիկա 7 տարում այծեղջյուրները, քանի որ Սատուրնը ողնաշարն է, դուք ուշադրություն եք դարձնում հենց ձեր ողնաշարին շատ, այդպես կարող է աշխատանքը փոփոխվել, դժվար աշխատանք ունենալ եւ այլն, եւ դա բերի ձեր առողջական խնդիրներ առաջացնի եւ ճնշման խնդիրներ կարող են առաջացնել արյան, ուրեմն հետ կապված, մակարդելիության հետ կապված խնդիրներ կարող է առաջացնել եւ իհարկե այստեղ ուրեմն ոմանց մոտ էլ աշխատանքի փոփոխություն կարող է լինել, այսինքն դուք երկար ժամանակ չեք կարող ինչ-որ մի աշխատանք ունենալ, ասենք 7 տարի մի աշխատանք 7 տարվա ընթացքում փոփոխություններ կլինեն, ասեն դուք պատրաստ եղեք, որ այդ փոփոխությունները լինելու են աշխատանքի մեջ, այսպես սիրելի այծեղջյուրներ եւ հիմա անցնենք առաջ եւ ջրհոսներ, ահա եւս մի ֆիքսված նշան, ջրհոսների համար իրենց բիզնեսն է, ընտանեկան թեման է, երեխա սիրո թեման է եւ ասեմ որ ջրհոսներ, ասցենդենտով ջրհոսներ հիմնականում այստեղ ձեզ մոտ գիտեք դժվարանում է երեխա ունենալու հարցը
նրանք ովքեր նոր պիտի ուզենան այդ ընթացքում 7 տարվա ընթացքում դու մինչև այդ հասցրեք 26 թվականից սկսած դժվար կլինի եւ սիրո թեման եւ երեխայի թեման, այստեղ ավելի շատ բաժանություններ են երեխան ունենալը բարդ է լինելու ձեզ համար, սա նկատի ունեցեք սիրո թեման եւս բարդ է լինելու այնպես որ ես ձեզ խորհուրդ կտայի, որ ուրեմն դա արագացնեք, գիտեք, հիմա ես ձեզ նախապես եմ զգուշացնում, որ ասենք 26 թվականին գարնան ասենք երբ դա կկատարվի, դուք այդ ժամանակ արդեն ուշ կլինի, դա համար ես հիմա եմ զգուշացնում, որ եթե այդպիսի հարցեր կա, արագ ամուսնացեք, արագ այդ սիրային հարցերը ավարտեք, որպեսզի հետո կամ եթե նոր եք ծանոթացել, արագացրեք այդ հարցերը, որ խնդիրներ չլինեն, սա կարող եմ ասել եւ իհարկե ասացի բաժանություններ, սիրած անձնավորության հետ դա ասացինք, նաեւ երեխա ընտանիք այդ թեմաները կան, այդպիսի հարցեր կան, ոմանց դեպքում նայած որ տունն են գնում, տեղափոխություններ ընդհանուր կարող են լինել տան վաճառք, տեղափոխվել այլ երկիր եւ այլն այսպիսի հարցեր եւս կլինեն, բայց չեմ մանրամասնում, որտեղ յուրաքանչյուր տուն եք ձեր քարտեզը եւ այստեղ նայած տները տարբեր են լինում, դա ասում շատ կարևոր է ծննդյան ճշգրիտ ժամը իմանալ, կարող է մի տունը շատ մեծ լինել, մյուս տները շատ փոքր լինել եւ ինքը հայտնվել կոնկրետ այլ տան մեջ եւ այլն, այսպիսի հարցեր են։ Ձկների համար, սիրելի ձկներ, միանշանակ այստեղ տեղափոխություն է, ձեր ընտանիքում փոփոխություններ կլինեն առանձնացում կամ կգնաք ուրիշ տեղ ապրելու, կամ կմիանաք, կամ կհեռանաք բոլոր դեպքերում ձեր ապրելավայրի, ընտանիքի, երկրի տան հետ կապված այդպես տեղափոխություններ, փոփոխություններ են լինելու անպայման, գիտեք ինչ, փոփոխություն մեկի մոտ կարող է ավելանալ, անպայման չի, որ ինչ-որ լավ ասպեկտացիա կունենաք, ինչ-որ երեխա է ծնվում, ասենք կամ ինչ-որ մեկ այլ գործ ավելանում է ինչ-որ մի բան, կամ բնակարան եք ձեռք բերում, եւ այլն, կամ գնում եք ուրիշ բնական եք առնում, գնում եք այդտեղ ուրեմն ապրելու կամ արտերկիր, ուրեմն շատ տարբեր կարող են լինել այսպես տեղափոխություն միգուցե նաև աշխատանքի հետ կապված կարող է տեղափոխություն լինել մի տեղում փակվում աշխատանքը գնում եք մեկ այլ տեղ սա եւս որոշ ձկների մոտ կարող է լինել ասcendent-ով ձկների մասին է խոսքը եւ իհարկե խոյերին սիրելի խոյեր այստեղ ձեզ բնականաբար ուրեմն ֆինանսական վիճակից դուրս է գալիս այդ անկանոն շատ ծախսեր արեցիք, ինչ որ բաներ վրա գումար ծախսեցիք, ինչ հարցերով գումարներ եղան եւ նաեւ գումարներ ծախսվեց, ինչ որ այդպես կորուստներ եղավ, անշարժույթի կորուստներ կարող են լինել ընդհանուր եւ հիմա արդեն այստեղ գիտեք հնարավոր է ձեր միջավայրը մաքրվի, այստեղ տեխնիկային հնարավոր է ոմանք իրենց մեքենան վաճառեն անկանոն ֆինանսական վիճակից այս հարցերը կարող են լինել եւ կարծես թե ընկերների, բարեկամների մեջ այդպես զտում է գնում ում հետ բացաբանվել ձեր հարաբերությունները, ում հետ շփվել, ինչ անել կամ ոմանք կարող են ձեզանից հեռանալ այլ երկիր գնալ կամ դու գնաք այլ երկիր, հարազատները գնան, քույր եղբայր այդպես բաժանվեն առանձին գնան ապրելու, ասենք ամուսնություն կամ այլ երկիր, այսպիսի իրադարձություններ կլինեն, ոմանք նոր ավտոմեքենա կարող են ձեռք բերել, նոր տեխնիկա ձեռք բերել տան բնակարանի համար, կամ զբաղվեն այդպես այդ գործերով, ոմանք օտարլիզու կարող են նաև ուսումնասիրել, բոլոր դեպքերում ուսման մեջ ուսմանն է վերաբերում, կրթությանն է վերաբերվում, այստեղ բավականին փոփոխություններ կարող են լինել, այդպես վերցնեք ու որոշեք, որ ինչ-որ միտեղ պիտի գնաք սովորելու, որպեսզի ասենք այդտեղ եք ուզում կրթություն ստանալ եւ այլն, բոլոր դեպքերում ձեր ես շատ խորին, ովքեր առավելևս երիտասարդ են, ես խորհուրդ կտայի, որպեսզի ուշադրություն դարձնեք ձեր կրթությանը, նոր գիտելիքներ ձեռք բերեք։ Իսկ ովքեր արդեն ավելի տարիքով են, այստեղ իրենք հավանաբար իրենց հարազատների, քույրերի, եղբայրների կամ ընկերների միջև կփորձեն իրենց հարաբերությունները ճշտել, պարզաբանել եւ այդտեղ որոշակի ուրեմն փոփոխություններ կլինեն։ Ցուլերի դեպքում ցուլերով իհարկե ավարտում ենք եւս մի ֆիքսված
նշան եւ սիրելի ցոլեր, ճիշտ է դուք որոշակի դժվարությունից ազատվեցիք, բայց ձեզ մոտ կլինի դրամական, ֆինանսական աշխատանքի փոփոխություն շատերի մոտ, ֆինանսական փոփոխություն եւ ես ցոլերին, ասցենտատոր ցոլերին պետք է զգուշացնեմ, որ իրենք այս շատ խելամիտ լինեն թե իրենց աշխատանքի հանդեպ, թե իրենց ֆինանսների հանդեպ, որպեսզի ասենք միգուցե մի աշխատանքից դուրս եք գալիս, փակվում այդ աշխատատեղը, դուք պետք է գտնեք ձեզ ուրիշ աշխատանք եւ այդ ընթացքում ձեզ պետք են ֆինանսներ, որպեսզի դուք ապրեք մինչև, ասենք, մյուս աշխատանքը կգտնեք եւ դրա համար ֆինանսների հետ եղեք շատ ուշադիր, շատ խելացի վարվեք, որպեսզի այդ ժամանակահատվածը դրիվ ձեռնունային չմնաք, հա, բաները դրիվ դատարկ չլինեն, այնպես որ կունենաք լավ ասպեկտացիա, մեծ գումարներ կաշխատեք, այդ ժամանակ պահում եք ձեր ֆինանսները, երբ որ կգա, այսինքն դուք արդեն պիտի իմանաք, որ տարում է լինում, ավելի ճիշտ է ձեր քարտեզը իմանաք կամ խորհրդակցություն ստանաք, որ հասկանաք, թե եթե ասենք այդպիսի հարցեր կասենք, ինչ որ նպատակով պետք է ծախսեք, միգուցե կամ անսպասելի ձեզ համար ինչ որ իրադարձություններ են կատարվում, դուք պետք է ծախսեք, իմանաք դա որ ժամանակահատվածում է ձեզ սպասում, որովհետև յուրաքանչյուրին ըստ իր ուրեմն ժամանակահատվածի կարող է լինել, որովհետև դու կարող եք ունել ասցենդենտով ցուլ, բայց արևի նշանը լրիվ այլ ուրեմն նշան կարող է լինել այսպես եւ դա իր հերթին հա ասենք տեսեք կարող եք լինել կույս խոսքի օրինակ, բայց ձեր ասցենդենտի նշանը լինի ցուլ, բնականաբար այստեղ կույսի նշանի հետ արդեն արևը ձեր գտնվում է այդտեղ, խնդիրներ կստեղծվեն ձեզ համար սիրելի կույսեր, մի խոսքով դուք արդեն պիտի իմանաք ձեր նշանը, նայեք, այնպես որ այսինքն երբ արևն էլ գտնվում է ձկան կույսի աղեղնավորի նշանում, այս դեպքում ձեզ համար բավականին դժվար է եւ դուք պիտի մտածեք, որ ինչ որ նոր գիտելիքներ ձեռք բերեք, ըստ դրա ավելի ձեր մակարդակը գիտելիքները բարձրացնեք, որպեսզի կարողանաք ուրեմն ձեր արժանավուն տեղը գրավել հասարակության մեջ եւ ինչպես նաեւ գումար վաստակել, որտեղ կարող եք պարզապես հետ մնալ, զարգացումներ կլինեն, իսկ դուք կարող եք հետ մնալ եւ դուրս մնալ, ուշադիր եղեք, սիրելի ցուլեր, ավելին ասել չեմ կարող, որովհետեւ յուրաքանչյուրն ունի իր անձնական քարտեզը, անձնական կյանքը, իր խնդիրները, նայած ինչ տարիքային որ этаպում է գտնվում եւ ըստ դրա ինչ խնդիրներ ինքը պետք է լուծի այսպես թերևս այսքանը, ես իհարկե ձեր մոտ պարտներ հետ կապված հարցեր են, այստեղ դժվարություններ կան եւ դա էլ կարող է բերել ֆինանսական որոշակի հարցեր, բոլոր դեպքերում ովքեր կլինեն ճկուն, ավելի ճկուն կգտնվեն, իրենք կկարողանան ճիշտ մանևրել, արագ կողմնորոշվել եւ այդ իրավիճակից դուրս գալ։ Այնպես որ հիմա Ուրանը մտնելով երկօրյակի նշան, ես հետո էլ չեմ անդրադառնա, որովհետեւ արդեն սա վերջին անգամն է ինքը մտնում հաստատվելու է 26 թվականին եւ հիմա արդեն դուք կզգաք այդ փոփոխությունները այն, ինչը որ ես ձեզ ներկայացրեցի, դուք կզգաք եւ միանշանական կախնան ձեր արևը առաջին 2-3 աստիճաններում է գտնվում, թե ոչ, այդ շունչը դուք կզգաք փոփոխությունների եւ արդեն պետք է մտածեք ճիշտ քայլեր անելու համար, ձեզ նախազգուշացնել, որտեղ 26 թվականին վերջնականապես կմտնի եւ դուք ուզեք թե չուզեք Ուրանը, ես ասացի ինքը շատ սառն է եւ էմոցիաներ հասկանալ եւ այլն այդպիսի բաներ չկան, ինքը շատ սառն է, մի փնտրեք, որ այսինքն նույնիսկ հարաբերությունները որ ձեզ կարող են հասկանալ, գնահատել եւ այլն, չէ, լինելու են շատ սառը, հարաբերությունները լինելու են շատ սառը, դա նաեւ տեխնիկայի արդյունք կարող է լինել, որովհետեւ այն ինչ որ տեխնիկա ստեղծվում է ոչ թե ի բարօրություն ժողովրդի, մոլորակի, այլ ի վնաս ժողովրդի է ստեղծվում եւ դա թե ուսումնական հաստատություններում, թե հարաբերություններում այդ տեխնոլոգիաները կաշխատեն ի վնաս ժողովրդի եւ ֆինանսների առևտրի հարցերում, այսինքն այդ տեխնոլոգիաներ կդրվեն, որ նույնիսկ ասենք շատ ավելի ֆինանսներ չօգտագործվի եւ այլն, սա արդեն մի քիչ ուրիշ թեմա է, բայց այսպիսի փոփոխություններ են, մենք ուզենք թե չուզենք, պիտի երբ այդ փոփոխությունը գալիս է, մենք պիտի ընդառաջ գնանք այդ փոփոխություններին, եթե չենք
կարողանում ֆիքսված նշանների համար դժվար է, ես գիտեմ, շատ ծանր եք դուք այդ ժամանակահատվածը անցկացնում, ձեզ համար շատ դժվար է։ Այսքանը եղեք ճկուն, եղեք գիտեք ճիշտ հասկացեք իրական աստրոլոգիան, պրոֆեսիոնալ աստրոլոգիան որն է, այստեղ չեն հասկանում, շատ ցավալի է, լրիվ ուրիշ ուղղությամբ է գնում, եթե դուք ճիշտը հասկանաք, շատ հեշտ կլինի ապրելը, շատ հեշտ, այսպես հեշտ էլ ավարտենք այսօր, ես կարծում եմ սա ձեզ օգտակար կլինի, գրեք ձեր տպավորությունների մասին, իսկ ես արդեն հաջորդ անգամ մի քանի օրից արդեն ես կներկայացնեմ կենդանակերպի նշանները, այսքանը լավ եղեք առայժմ։